Ժողովուրդ ջան, բարի օրհնված օր, ես գտնվում եմ մեր օրհնված հայրենիքում, գիտեք ինչ եմ նկատում, ես վերջի 10 տարուց ավել, սենց մի հատ զականամերն ես կա, որ տեսնում եմ, հենց որ ինչ-որ լուրջ դեպքեր է կատարվում մեր հայրենիքում, աստված ինձ հետաքրքիր ձևով ուղեկցում է մեր երկիր։ Ես ավելին եմ հասկանում, քան թե ուզում եմ բառերով ասել, որտեղ բառերով դա չի կարելի, չեմ կարող բացատրել, դա ավելի խորն է։ Գիտեք, ես լավ եմ հասկանում, որ մեր երկիրը իր որդիների, իր զավակների կարիք ունի։ Առաջինը, ինչ որ մենք պետք է անենք, մենք պետք է կանգնենք հոգևորապես։ Այսօր ես լավ մի հատ տեքստ էի գրել հայերեն Instagram-ի մեջ, որ մեր հայրենիքը ինքը այսօր շատ կարիք ունի հոգևոր պաշտպանության, այո։ Գիտեք, կարծես թե նայում ես ֆիզիկապես ինչ-որ բաներ է փոխվում, բայց հոգևորապես այս երկրի դեմ մեծ պատերազմ է գնում։ Ու հավատում եմ, որ ամեն մի հայ, որ ինքը հայ է, ինքը ուրեմն հավատում Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինքը պարտավոր է աղոթել իր երկրի համար, կանգնել իր երկրի համար։ Առաջինը հոգևորապես եւ հետո ֆիզիկապես։ Այսօր մեր երկիրը շատ կարիք ունի աղոթքի, պաշտպանության, որ ոչ մի դեպ հոգևոր աշխարհից չներխուժի ու չքանդի այս երկիրը։ Մեր հավատքը առ Աստված։ Ժողովուրդ ջան, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, ու շատ ուրախ եմ, որ վերջի խոսքը միշտ Աստծունն է։ Իսկ ինչ մենք պետք է անենք, մենք պետք է աղոթենք մեր երկրի համար։ Մենք պետք է չնայենք, գիտեք, թագավորությունները գալիս են գնում են։ Ոչ մի թագավորություն չի կարա իր ուժերով մնալ, եթե Աստված դա չի կամենում։ Ուզում եմ, որ մենք բոլորս միաբանորեն աղոթենք, որ կան այն մարդիկ շարունակեն այն գործը, որ մեր հայրերն են ամենասկզբից դրել։ Դա շատ կարևոր է։ Բոլորիդ կոչ եմ անում, որ աղոթենք մեր երկրի համար։ Մեր պատերազմը, հիշեք, ոչ մարմնի, ոչ այրան դեմ է։ Մեր պատերազմը հոգևոր է։ Խնդրում եմ, չտրվեք ձեր էմոցիաներին, չասեք մեկը, մյուսը, լավն է, վատն է, աղոթեք, թող Աստծու որոշումը լինի։ Ոնց է ամեն ինչ լինելու։ Թող Աստված առաջնորդի մեզ, ցույց տա։ Շատ ժամանակ Աստծու խոսքում գրած է, որ մարդուն թվում է իր ճանապարհները շիտակ են, բայց վերջը շատ լավ է վերջանում։ Դա նշանակում է, որ մարդը հիմնվել է իր էմոցիաների վրա։ Այո, իր էմոցիաների վրա, ոչ թե Աստծու խոսքի։ Դրա համար այսօր բոլորիդ կոչ եմ անում, որ աղոթենք էմոցիաներից դուրս։ Այո, էմոցիաները Աստված մեզ տվել է, բայց էմոցիաներին մենք պետք է չդառնանք էմոցիաների ձեռքը խամաչիկ։ Մենք պետք է ղեկավարենք մեր էմոցիաները։ Ոչ թե հայհոյենք, ոչ թե ասենք դա է վատ, դա է լավ, այլ աղոթենք, թող Աստծու վերջնական վերդիկտը գա, որոշումը գա, պահապանությունը գա այս երկրի վրա։ Այո, տեսնում եմ այս բոլոր իրադարձությունները, լավ եմ տեսնում։ Շատ լավ, սենց դրսից փակված է, բայց հոգևոր աշխարհում լրիվ ուրիշ բան է ասում։ Ու ես հավատում եմ, որ մեր երկիրը միշտ ունենալ է իր գլխին այսպես կապույտ երկինք ու կանաչ բնություն Հիսուս Քրիստոսով։ Սիրում եմ բոլորիդ, օրհնում եմ բոլորիդ Տեր Հիսուսով։ Հիշեք, մենք այս ազգի որդիներն ենք, ու մենք պարտավոր ենք կանգնել։ Այն ինչ որ դրել են մեր հայրերը, այն հիմքը, որ կանգնել են իրենց հավատքի համար մինչև վերջ, մենք պետք է շարունակենք այդ գործը Տիրոջ սիրով ու հավատքով։ Հիշեք, Աստված մեզ տվել է մեծ ուժ, իր որդու այրունը թափել է մեզ համար։ Այո, իր որդու այրունը մեզ ինքը գնել է, իր որդու այրունով մեզ կյանք է տվել։ Հիշեք, որ մենք ունենք շատ մեծ դիրք Հիսուսի գնված այրունով։ Ու բոլորիդ կոչ եմ անում, որ հենց Հիսուսի իշխանությունով, այդ գնված այրան իշխանությունով մենք ասենք
բավ է։ Մենք չենք ուզում, որ մեր ազգը տանջվի։ Մենք հետ ենք պահանջում այն ինչ որ մեզ է պատկանում Տեր Հիսուս Քրիստոսի թափած այրունով մեր ազգի համար է։ Բոլորիդ կոչ եմ անում, միշտ աղոթեք ու ոչ մի դև, ոչ մի հոգևոր իշխանություն չի կարա կործանել այս երկիրը, եթե մենք մնանք արթուն, լինենք միաբան, ամենակարևորը, չարը երազում է, որ բերի այս երկրում մեծ պարակտություն, որ քանդի այս երկիրը ներսից, բայց փառք Աստծո, Աստծո խոսքում գրած է Եվրեների Եբրայեցիս խոսքում, եթե չեմ սխալվում 9:12, որ ինքը մի անգամ մտավ թավարան եւ բերեց իր սուրբ այրունը, գնեց իր սուրբ այրունը, բերեց Աստծո առաջ, ու այդ սուրբ այրունը բարեխոսում է մեզ համար։ Մենք ունենք մեծ ապագա։ Բերեք կանգնենք, մի նայեք, ինչ է կատարում այս 4 բոլորը։ Մի նայեք, ով ինչ է անում, ով ինչ է ասում։ Բերեք կանգնենք, բերեք մեր հավատքով Հիսուս Քրիստոսի անունով վռնդենք այդ պառակտման ոգին, վռնդենք այն սութը, որ ուզում է կուլ տա մեր ազգին։ Բերեք կանգնենք սիրով, բերեք Տեր Հիսուս Քրիստոսով։ Հիշեք, մեր պատերազմը ոչ մարմնի, ոչ այլանդի դեմ չի։ Մեր պատերազմը այդ հոգևոր աշխարհի, այդ դևերի, որ ուզում են ջարդել մեր հավատքը, ուզում են ջարդել մեր պապենական դրված եկեղեցին, ուզում են թուլացնել ինչ որ մատերիալիզմով հոգևոր արժեքներն է ստեղծում ամեն ինչ, ոչ թե մատերիալիզմը։ Ժողովուրդ ջան, փառք Աստծո, լավ օր եմ մաղթում բոլորիդ ու հիշեք, որ Տեր Հիսուսի այրունը թափել է մեր ազգի համար։ Մենք հենց այնպես չենք առաջի քրիստոնյա։ Մենք ունենք մեծ առաքինություն, ոչ թե միայն մեր ազգում, այլ ողջ աշխարհում։ Եթե հрьяաները առաջնեկն են հին ուխտով, մենք առաջնեկն ենք նոր ուխտով։ Տեր Հիսուս Քրիստոսով օրհնում եմ բոլորիդ լավ ժամանց, շարունակում ենք աղոթել մեր երկրի համար ու մեծ բաներ անելու։ Թող Տերը որոշի, թող Տերը մեզ օգնի, թող Տերը մեզ առաջնորդի մեր օրհնված Հայաստանի ապագայի համար։ Ես գիտեմ, որ մեր Հայաստանը դարական եղել է ուժեղ, դարերից եղել է ուժեղ ու կմնա ուժեղ օրհնված Հայաստան Հիսուս Քրիստոսով։ Լավ ժամանակ։